Ինչ միակ, Չեխիա միակ, շատ մեծ կարծիքի եմ իմ, ուրեմն հայ վարորդներ են իրեն տեղափոխում, համարյա բոլոր վարորդները ամեն հեռախոսից համարը ունի կամ պետք է պարտադիր իրան մեր լեզվով ասած կպցրացնենք։ Բարի լույս հարազատներ, ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, ողջունում եմ ալիքի հետևորդներին, ողջունում եմ բոլոր իմ ընկերներին, հարազատներին, մեր հայ ազգին, նորից ձերդ ես եմ, երկար դադարից հետո ուշուշ եմ գցում վիդեոներ, կներեք չեմ հասցնում ուղղակի, այնտեղ կամերաս էի մի քիչ փոփոխություն անում, մի խոսքով ինչևից է կրկին ջերմ ողջույններս ու հուսով եմ բոլորդ լավ եք, թե բոլոր նրանց էլ ովքեր դեռ գրանցված չեն ալիքին, խնդրած կրնեմ սեղմել գրանցվելու կոճակը, հավանելու կոճակը, կարող եք նաև սեղմել զանգակի կոճակը, որպեսզի առաջինը իմանաք նոր վիդեոների մասին։ Այսօր 5-ն է, ժամը առավոտյան 5-ն է, ես արդեն գտնվում եմ Փասադենայում, ունեմ ռեզերվ, էլի ինչպես միշտ ռեզերվներով եմ աշխատում, այնց շատ լավ բան է ինքը սենց ասեմ, այս ռեզերվը, մյուս կողմից էլ այնց վատ է, որովհետև հիմա ես արդեն բավականին երկար ժամանակ է, միայն ռեզերվներով եմ աշխատում կարելի ասել, ու 90%-ը պատվերներից էդ է, մի քանի պատվեր է, որ լինում է փողոցից տենց ուղղակի պատվեր է տալիս վերցնում եմ, ընտիր է ռեզերվը, մյուս կողմից էլ վատ է, որ սովորում ես այս ռեզերվին, իրոք ասենք փողոցում էլ սենց ուղղակի կանգնել սպասել պատվերի, այդ ոնց որ սենց բան անում, քեզ լրիվ քամում է, էլի քո էներգիան, մի խոսքով շատ վատ բան է այդ առումով, բայց ընդհանուր առմամբ իհարկե շատ լավ է, որովհետև նախ ռեզերվները նշել եմ ես իմ վիդեոներում, որ սովորականից ավելի, մի քիչ ավելի թանկ գնով է վճարում ռեզերվները և այդ ամեն ինչին գումարած, մոռացա ասեմ, որ ռեզերվ վերցնում եմ ոչ միայն բլաքով, հիմա օրինակ ունեմ XL-ով ռեզերվ, ունեմ XXL-ով ռեզերվ, ու ինչի եմ այդ ռեզերվները վերցնում, որովհետև որպես համ ռեզերվա ինքը ավելի վճարում, համ էլ որպես ֆլիթի տեր, այսպես ասած, ֆլիթի տերին էլ ավել վճարում, եթե նրանք քշում են Excel կամ Comfort, իսկ այն մարդիկ էլ ովքեր չգիտեն ֆլիթ ինչ է նշանակում, նախորդ վիդեոյում այդ մասին խոսացել եմ, նախորդ վիդեոս եթե նայեք, այնտեղ ասում եմ ինչ է այդ ամեն ինչը, ու տենց հիմա առաջի ռեզերվս Փասադենայից տանելու եմ Բրբանկի այրոպորտ, Excel-ը, խնդրեմ պատվերը Excel-ով է, ինչ գիտեմ, ես կդնեմ ստեղ իհարկե, դուք կնայեք ինչքան է ճանապարհը, ինչքան գումար է վճարում, ում ձեռքը տա, ում ձեռք չի տա, ինձ օրինակ ձեռք է տալիս այն առումով, որ առավոտյան շուտ նախ ես հեռու չեմ ապրում Փասադենային, մոտ եմ ապրում, երկրորդն էլ
խցանումներ չկա, ոչ մի բան չկա, շոկ չի, չգիտեմ, ես այս առավոտյան շուտ դուրս գալու, օրինակ նախընտրում եմ, ավելի լավ է ես շուտ դուրս գամ, ասենք մինչև օրվա կես, ասենց ասած գոնե որոշակի գումար աշխատում եմ, այն օրվա կեսից հետո էլ հիմա կարողանում եմ, մնում եմ, գործալինում, ավելի շատ եմ աշխատում, չի լինում, գոնե որ ասում եմ խիղճս հանգիստ գնում եմ տուն հանգստանում եմ, որտեվ գիտեմ, որ աշխատել եմ, հիմա բան չի մնացել, ընդամենը մի քանի րոպեից գնալու եմ արդեն այս մարդկանց հետևից, որպեսզի տանեմ նրանց Բրբանկի аэропորտ, հա, իմիջայլոց, մի բան էլ նշեմ, ունենք բողոք, մեր ալիքի հետևորդներից մեկը, որը նաև, ինչպես ինքն է նշում, մշտական Uber-ի ուղևոր է, գրել էր ինձ, խնդրել էր, որ խոսեմ մի թեմայից, ինչը իրեն ահավոր, սենց ասած, ջղայնացնում է, ու ինքը իհարկե վատ ազգում դրանից, նենց որ մնացեք ալիքի հետ, քիչ անց խոսենք նաև դրա մասին։ Դե ինչ, սպասենք մի քանի րոպեից գնում ենք այս պատվերը վերցնենք։ Okay, so Burbank Airport and Alaska Airlines, please. Sure. Well, you got a nice car here. Thank you, sir. Thank you. It looks like a Tesla with that huge screen. Wow. Yeah, it's Is that how it came from the factory? Yeah. Wow. Comes with it. Հասա Բրբանկի аэропորտ, նոր մարդկանց իջացրեցի, հիմա ունեի մի հատ էլ ռեզերվ ունեի, բայց ես լավաշուտ նկատեցի, կոմֆորտով էի վերցրել, չգիտեմ ինչ էի հաշվարկել, երևի հասցեն չէի տեսել, բայց մի խոսքով նոր նայում եմ, նորից պետք է գնամ Pasadena, որ ընդեղից իջացնեմ LAX, cancel արեցի, հասցրեցի լավա ժամանակին։ Հիմա նաև ունեմ մի հատ էլ ռեզերվ ժամը 9-ի կողմերը, downtown-ից аэропորտ եմ գնալու, այնպես որ մինչև այդ ունենք մոտավորապես 2.5-3 ժամ ժամանակ, տեսնենք ինչ կլինի այդ ընթացքում, չնայած չեմ կարծում եսի մինչեր առնելու, բայց դե հիմա մի հատ ես գնամ կոֆե վերցնեմ հետ կամ ու կխոսանք այն թեմայի մասին, ինչի մասին, որ նշեցի առավոտյան, ուրեմն մեր բողոքի մասին։ Գնացինք, կոֆեն վերցրինք, այս երևի իմ միակ, ինչ միակ, չխի եմ միակ, դիտ շատ մեծ կարծիքի եմ իմ մասին, չէ, միակ չէ, այն սովորություններից մեկն է, որ ես ցավոք սրտի չեմ կարում ձերբազատվեմ դեռ դրանից, սուրճ ու սիգարետ առավոտյան, ես մի բանից չեմ կարում, ասենք ինձ ստիպեմ ամբողջ օրը սուրճ չխմեմ, բայց ես առավոտը սուրճ ու սիգարետը հնարավոր չի հրաժարվել հնարավոր է, բայց ես չեմ կարողանում դեռ հրաժարվեմ դրանից, հուսով եմ շուտով դրան էլ կհասնեմ, որ կհրաժարվեմ սրանից։ Հիմա ինչի մասն եմ ուզում խոսալ, հետևորդներից մեկը
Նու այդքան էլ համոզված չեմ հետևորդ ալիքին թե հետևորդ չի, բայց դիտել էր վիդեոն նախորդ, կարծեմ ամենայն դեպս ու կոմենտների հատվածում խնդրել էր որպեսզի խոսամ մի թեմայի շուրջ, որ իրեն շատ է անհանգստացնում իգական սերի ներկայացուցիչ, ով որ ինչպես ինքն է նշում մշտական Uber-ի ուրեմն հաճախորդ է եւ հիմնականում ու ենթադրում երևի Glendale, Burbank կամ այդ հատվածներում ապրող, որովհետեւ ասում եմ հիմնականում ուրեմն հայ վարորդներ են իրեն տեղափոխում ու ասում եմ երբ որ ես նստում եմ մեքենան երբեք չեմ առաջինը չեմ սկսում ոնց որ խոսակցությունը վարորդի հետ ու հասկանալի է հիմա մարդը կարող է մտածում չխանգարի կամ ինչ որ այա ասում եմ ամենայն դեպս երբ որ վարորդները սկսում են իմ հետ խոսալ ես զուտ ասում եմ քաղաքավարությունից ելնելով ու տենց ուղակի տենց ասում եմ շփվում ենք ես պատասխանում նորմալ ձևով առանց ինչ-որ ավելորդ, չգիտեմ, կոպտելու կամ չգիտեմ ինչ, ասում եմ որպես կանոն համարյա բոլոր վարորդները ասում եմ վերջում ուզում են հեռախոսիս համարը ու խնդրել են ինձ, որ այդ թեմայով խոսամ ու խնդրեմ տեղեքին, որ տեղեք չան եթե մարդը ուրեմն քաղաքավարի շփվում է, այդ չի նշանակում, որ ինքը ինչ-որ հետին միտք ունի կամ պետքա պարտադիր իրան մեր լեզվով ասած կպցրած ելնենք։ Իհարկե այդ աղջկան ես շնորհավորում եմ, որովհետև ինքը ինչպես հասկանում եմ շատ գեղեցիկ բարետես աղջիկ է, քանի որ բոլոր վարորդները փորձում են, ասենք, հեռախոսի համար վերցնել։ Բայց ինչի համար ասում եմ, եթե ես չխոսամ, դուրս կգա, որ ես ասենք անշնորհք եմ, քաղաքավարի չեմ, ինչ-որ քիթս ցցած եմ, խոսում են, ես չեմ պատասխանում կամ կոպտում եմ, բայց ասում եմ, սենց էլ խոսում եմ ու ամեն պատվերի վերջում ասում եմ, ես եմ ինձ վատ զգում, որ ասենք ես ուղղակի սենց զուտ մտերմիկ, որպես հայրենակից խոսում եմ, շփվում եմ ու վերջում հեռախոսի համար քուրս խոսքով ես որ տարեք ջան իմացեք մեր կանայք աղջիկները բողոքում են չի կարելի տենց հիմա ժամանակ ունենք հեսա կամաց Բրբանկից կիշնենք ուրեմն Hollywood downtown երևի տենց կիշնենք տեսնենք ընթացքում մի բան կտա որտեվ այսօր մոռացա նշեմ իմիջայլոց այսօր ամսի 31-ն է ուրեմն վաղը հունիսի 1-ն է երեխաների օրն է շնորհավորում եմ մեր բոլոր ուրեմն երեխաներին աշխարհի բոլոր երեխաներին հատկապես մեր հայ մանուկներին միշտ լինեք առողջ, ժպտերես, գեղեցիկ ու հասնեք ձեր կյանքում չտեսնված բարձունքների, որ ձեր մասին խոսա ամբողջ աշխարհը, որովհետև մենք դրան արժանի ենք։ Մեր մանուկները արժանի են ունենալ պայծառ ապահով ապագա։ Ուստեղ բայց մի հատ վատ նյուանս էլ կա, այս սրանք սենց ինադու են ընտրել, թե ինչ են արել, այս մանուկների տոնի հետ նաև բանի տոնն էլ է, այս ստեղ այդ գեյ պարադն է սկսում, դրա համար ես ճիշտն ասած միշտ համարյա այդ օրերին աշխատել եմ, բայց արդեն եմ, որ ներվերս ու առողջությունս չի ներում, դրա համար այսօր դրա համար սենց շուտ դուրս եկա, հույս ունեմ, գոնե միջև այդ մի քանի բան կտա, կաշխատեմ, կգնամ տուն, չեմ ուզում, այս կոնտենտի համար զուտ կարայի դուս, կարող է դուս գամ, չգիտեմ, նկարեմ ցույց տամ բան, բայց իրոք հավատացեք, սենց ուղղակի չեմ ուզում այդ ժամերին այդ կոմերը երևամ։ Խոսքով
Մնացեք ալիքի հետ, ես շուտով հետ կգամ մենի։ Do you drive private? I do. Yep. Do you have a card? I have the electronic one. Right. Thank you. Have a wonderful day, okay? You too. Thank you. And that's your tip. You make Oh. your day a little better. God bless you. You sure? Yes. I like doing good for people. Thank you so much, okay? Thank you. Ուրեմն ժողովուրդ ջան, մի հատ կարճ պատվեր եղավ $25-26 ոնց որ մի քանի մայլ էր բերեցի, ճիշտ ասած զարմացած եմ, խնդրեմ, եթե չգիտեմ ինչքանով է վիդեոյը երևում, $26 կարծեմ բերեցի ու ինձ $100, սկզբում հարցնում էր, թե ես տենց private քշում եմ, մեքենա էր ուզում իրան պետք, ասացի, հա, տվեց ինֆորմացիան, վերջում ինձ $100 թեյավճար տվեց, ապշած եմ, ասում եմ, հաստատ կարող եմ մի բան խառնել ես, ասում եմ, չէ, չեմ խառնել, ես մարդկանց սենց մեկ-մեկ սիրում եմ հաճելիորեն զարմացնել, ես ապշած եմ, բայց խնդրեմ են կենսել արած ռեզերվիս կրկնակին ոնց որ դուրս եկավ ես մի թիպով նենց որ հիմա նորից ճիշտ ասած իջել էի Բրբանկի այրոպորտից մի քիչ ներքև ընդեղից նորից հետ բերեցի հենց այրոպորտի դիմացը ստեղ Marriott այդ հոթելը կա բերեցի տեղ հիմա արդեն կամաց շարժվում պետքա մի քիչ հեռվանամ այրոպորտից որովհետև այրոպորտի մոտ պատվեր չի տալիս ասում եմ գնա այդ բանը սպասելու տեղը հենց որ հեսա մի քիչ հեռվանանք սենց լավ հաճելի առավոտ ունենք շատ լավ է հենց որ գնացինք ես այսօր միկրոֆոնից ճիշտն ասած չարջը նստեց դրա համար հիմա դրել եմ լիցքավորման դրա համար այս հատվածի ձայնը մի քիչ կարող է ուրիշ լինի բայց ինչ է ուզում ասեի այս վերջի հաճախորդի հետ կապված ով $100 ցույց տվեցի թեյավճար տվեց դրանից հետո համել $20 էլ ուրեմն ավելացրեց ծրագրի մեջ թիպ նենց որ $26 պատվերներ $120 էլ թիպը ստացվեց այսօր աստված նայում է մեր երեսին New message from Luther. New message from Luther. Դե ինչ, այս ռեզերվս որ ունեի, ճիշտ այնքը 9:50-ի կողմերն էր ինչ էր այս ռեզերվը, բայց հիմա այդ հաճախորդը ինձ գրեց, որ մենք պատրաստ ենք, հիմա ժամը դեռ 8:30 անտիրա, ես հիմա գնում եմ շարժում downtown-ի կողմ, պատվերի մասին, որ խոսում էի, անընդհատ, որ ասեցի $100 եւ այլն, այդ թիպը որ տվեց, ուրեմն հարցրեց, եթե ես ինչ-որ private քշում եմ, ասեցի հա քշում եմ, շատերն են հարցնում, համար եմ տալիս, քարտ եմ տալիս եւ այլն, նույնն էլ իրան, բայց ես արդեն սա առաջի անգամը չի ու ես դեռ
ոնց որ ասած այս բանին խապնվում եմ, էլի չեմ կարում այդ պահին գնահատեմ իրավիճակը, հասկանամ ինչա, որտեվ նախ առաջի դեպքը չի, որ ինձ, ասենք, թեյավճար են տալիս շատ, ինձ նույնիսկ մի անգամ $300 են տվել թեյավճար, դրա համար նենց, աջելիորեն զարմացա, որ այդքան թեյավճար տվեց, ինչի համար զարմացա, որտեղ պատվերը շատ կարճ են, դրա համար իմ համար զարմանալի էր, բայց դե իմ ասեց, ես տենց բան, իմ կողմից մի խոսքով քեզ, ինչևից է, այդ պահը անցնենք առաջ, հիմա ես համարը տվեցի, բան, դուրս եմ եկել, գնում էի հաջորդ շատ կարճելի պատվեր էր տվել, գնում էի, որ այդ պատվերը անեի, ու ինքը ինձ նամակ է գրում, որ ինքը շնորհակալ է ինձ, շատ հաճելի էր եւ այլն, ասում, խնդրեմ, ես էլ շնորհակալ եմ տիպի համար, եթե ինչ-որ էլի տեղ գնալու մեքենա պետք կլինի, բան, խնդիր չկա, տեղատ պահի կգամ ես։ Ու հաջորդ հարցը ինձ, որ ասում է, սենց ունից հանեց մի այլ կարգի, որտեվ հաջորդ հարցը ենա, որ ես կարամ գնամ մի խոսքով իր հետ ժամանակ անցկացնեմ, ինքը շատ միայնակ է, դե չասեմ մի խոսքով ինչ պատասխանեցի, ուզում ասեմ չղայնացրեց սենց ու այդ բանը ես ոնց որ ասած չմտածեցի, որտեվ սենց դեպքերի է եղել իմ հետ, մտքովս չանցա, որ կարա տենց մի բանը լինի, էլի նորից, էլի մեկը ինչ-որ 2 տարի առաջ էլի համարը վերցրեց, որ իրանց պետք է գալու աերոպորտ են գնալու, թե ինչ համարը տվեցի, երեկոյան տեքստ անում, կարող է ուզենաս իրար հետ գնանք, չգիտեմ, բար, այսպես մի հատ անասուն վիճակ, ինչ կարամ ես ասեմ, իհարկե ծիծաղում եմ, բայց նախ շատ ջղայնացած եմ, երկրորդն էլ ասենք շատ ահավոր սենց տխուր է, այս վիճակը զզվելի է, տխուր է ու տհաճ է, չգիտեմ, ոբշում, անցանք առաջ, ժողով Այս վերջի ռեզերվը ուրեմն բերեցի բան աերոպորտ, մտա այս աերոպորտի լաթը, ճիշտն ասած,
Ժամը 9:30 է հիմա այս պահին։ Մտել եմ, բայց մի քիչ կկանգնեմ, չնայած որ ասում եմ, չեմ կարծում, որ ստեղից ինչ-որ բան է ինձ տալու, բայց մի քիչ կկանգնեմ ստեղ, որովհետև հենց նոր ինձ տվեց մի հատ նոր ռեզերվելի, պետքա հետ գնամ Փասադինա, բայց դա 12:45 է, գնամ Փասադինա, նորից բերեմ аэропорт, հենց որ կանգնեցի, բայց չէ, բան չկա, ստեղ բան չկա, մա կամաց դուրս գամ, սենց շարժվեմ, կբարձրանամ վերև հիմա, թե մի բան տվեց ճանապարհին, եթե չէ, արդեն վատ չի, մեծ հաշվով վատ չի, ասում եմ, այսօր ժամը քանիսն է, տեսակ շատ ուրախացա cancel արեց այս Pasadena-ի պատվերը շատ ափսոս որ cancel արեց վատ պատվեր չէր կգնայի կանեի արդեն ոնց որ ահագին 400-ը կանցնեի մի խոսքով սենց ասեմ 400-ը կանցնեի բայց դա ոչինչ հետ կգնամ հիմա հələ որ շատ չեմ հեռացել լաթից բան չի ինձ հերթից չի հանե դուրս հեսա հետ կգնամ լաթ ընդեղ կսպասեմ մի քիչ միգուցե այրոպորտից մի բան վերցնեմ բախտս բերի տեսնեմ այրոպորտից տենց էլ ոչ մի բան չտվեց ոչ մի բան չարեցի այրոպորտից դուրս եկա եւ անիմաստ է ես գտնում եմ այրոպորտում կանգնել ժամերով սպասելը անիմաստ է ուղղակի հիմա բարձրանում եմ դեպի տան կողմ որովհետև նախ ահա որ շոկ է երկրորդը քունս տանում է երրորդն էլ արդեն անիմաստ ինչ-որ խցանումներ է սկսվել ու գործնել է ժամին նստած է տենց չգիտեմ ինչ չկա հիմա ես բարձրանում եմ տուն բայց հանգարց չմտածեք հա այսքանով վիդեոն բրծավ ես էլ ձեզ հաջող չեմ ասում ես համոզված եմ որ հեսա բարձրանալու եմ վերևից էլի մի հատ լավ բան վերցնեմ հենց որ ասում է հաճելին օգտակարը համատեղ ենք հաճելի է որ գնամ տուն կհանգստանամ օգտակարի առումով էլ հաստատ ավելի օգտակար է այնտեղ սպասել պատվերի քան թե բան LX-ում կանգնել անիմաստ հենց որ գնացինք Ժողովուրդ ջան, նորից բարև ձեզ, նորից ես, տանն էի, շունչս կտրվում է, ճիշտ ասած, անտանելի շոկ է, AC-ին միացրել եմ մեքենային, նույնիսկ չի հասցնում, եկել էի տուն, միառ ժամանակ տենց մի քանի ժամ մնացի տանը, հիմա դուրս եկա, ռեզերվներ ունեմ, երկու հատ ռեզերվ է տվել, մի հատը կարճ, երկրորդը նորից առապորտ, հիմա տեսնենք ինչ ենք անում, բայց ժամանակը իրար շատ մոտ է, ընդ որում կարճը Pasadena-ում եմ անելու, իսկ առապորտը Հոլիվուդից է, հիմա տեսնենք ոնց եմ ես հասցնելու այդ ամեն ինչը, շարժվեցինք